Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ հոգեբան քաղաքական գործիչ Միրդադ Մադաթյանի հետ, պարոն Մադաթյան, շնորհակալ եմ հրավերն։ Ինչ համար ճշտեցի հատկապես հոգեբանը, որովհետև մենք այսօր ոնց որ փորձենք անվճար հոգեբանական խորհրդատվություն ստանալ կամ հասկանալ հոգեբանական վերլուծություն ավելի շուտ։ Փորձենք։ Աննա Հակոբյանի մոտ սրացումներ են։ Բայց գարուն արդեն ավարտվում է, այսինքն չի կարելի գցել գարնան վրա։ Չէ, եկեք սենց անենք, նախ գարունը դեռ չի ավարտվում, սրացումները, եթե դուք այդ ռակուրսից Չէ, ուզում ասեմ, դե եթե դուք մարդկային հոգեբանությունը, ֆիզիոլոգիան, գարնանը ավելի այսպես ագրեսիվ է դրա մասին եմ խոսում։ Եթե դուք հենց այս ռակուրսից եք ասում, որ մարդկային ֆիզիոլոգիան եւ այլ, ապա սրացումները մենք ունենում ենք տենց մայիսոտ սկսում են երևալ ու իրանք իներցիոն մինչև հունիսի կեսերը սկսում են Շատ լավ, ինչա տեղի ունենում, այս մարդու գրառումները դուք կարդում եք։ Իհարկե։ Ես չեմ ուզում այդ բովանդակության մեջ։ Նախ ասում եմ, որ Իրան ինչ որ մարդիկ դարձրել են հասարակությունը, տիեզերական մասշտաբների անբարոյական։ Ասում են Իրան ներկայացնում են մաֆիոզ։ Քաղաքացիների մասին խոսելուց անասուններ, հարիվներ, տգետներ, համբալներ, հա ինչ որ բան խաղ կա սրա տակ, թե արդեն ինքն իրեն չի կարողանում կառավարել։ Ձեր վերլուծությունը։ Գիտեք, նայեք, այսպես ասեմ, իրականում որ նայենք, մենք կտեսնենք, որ մի ամբարո քաղաքական գործիչի, որը հիմա Ամերիկայում դատվում է, այդ նիշան այսօր Աննա Հակոբյանը ոնց որ վերցնում է իր վրա։ Եկեք Աննա Հակոբյանին միամտաբար չնայենք որպես նեղացած մեկը, որ սենց ինչ-որ բաներ է անում, որտեղ որքան ես հետևել եմ նրա գործունեությանը վերջին շրջանում, բավականին ավելի խելամիտ են իր քայլերը, քան իր ամուսնու կամ զուգընկերոջ քայլերը, այսպես ասեմ։ Եվ ես կարծում եմ, որ այսօր որոշակի աուդիտորիայի իր կողմ քաշելու խնդիր ունի Աննա Հակոբյանը, միևնույն ժամանակ վերջի գրառումով ես կարծես թե ամսաթվերով փորձել էր ներկայացնել, թե ինչ ահռելի գործ արել Հայաստանի համար, իհարկե ես կարդալուց այնտեղ Հայաստանի համար արված որևէ բան չտեսա, սկսած կանայք պատերազմի դեմ ինչ որ շարժումներից, այդ կհիշեք այդ փամփուշտներից ականջողներ սարքել եւ այլ, վերջացրած ամենատարբեր թուրքամետ հարթակներում մեզ ներկայացնելու, բայց ամեն դեպքում ինքը փորձում է դա ներկայացնել որպես հայրենիքի համար արված աշխատանք։ Այստեղ երկու ռակուրսից կարելի է նայել։ Մի ռակուրսից որպես ամփոփում, որը շատ նման է ամփոփման, որտեղ մենք եթե նկատել եք 26-ի ընտրությունները, որքան էլ որ որոշ անհեռատես իմիջայլոց անհեռատես որ ասում եմ, ափսոսանքով եմ ասում, որովհետև ժամանակին 10 տարի թողել են հեռատես մարդկանց տպավորություն։ Մարդիկ քաղաքական գործիչներ կարծեն, որ ընտրություններով ոչինչ չի փոխվի, ամեն դեպս ոնց տեսնում եք իշխանական ուժերը կարծում են, որ ընտրությունները անչափ կարևոր են եւ ընտրություններից մի տարի ու մի քիչ էլ ավել առաջ լծվել են նախընտրական արշավների։ Ինչա իրենից ներկայացնում կրթվել է նորաձևը շարժումը։ Հենց այս նախընտրական արշավն է, որտեղ բարիշան, երբ որ ես ու դու ուզում ենք կրթվելու համար ինչ որ բան անել, կազմակերպել, մենք կազմակերպում ենք, հետո գտնում ենք գիտությունների ակադեմիայից լեզվաբաններ, պատմաբաններ, ովքեր գալիս են այնտեղ ու փորձում են լեկցիա կարդալ
մասնագիտական եւ իրոք դա ունենում է կրթվելու կոնտեքստ։ Ոչ թե ինքներս էլ դուրս են գալիս ու դիլետանտական մոտեցումներ ենք տալի։ Այսինքն կրթվելը նորաձևել սլոգանի տակ դիլետանտական ինչ որ մի Աննա Հակոբյան, որը կասկածելի կրթություն ունի, փորձում է խոսել Եղիշեի կամ ես չգիտեմ ում մասին, Հրանտ Մաթեոսյանի կամ ինչ որ մի կասկածելի կրթությամբ Նիկոլ Փաշինյան, որին հերացրել է պետհամալսարանից, հասկացար Անանյանը հերացրել է, էլի գալիս է ինչ որ խոսում է կրթվելու բանի մասին, ով որ իր ամբողջ կյանքում մի բարձրակույն կրթություն չի կարողացել ստանալ, ընդ որում դրանից հետո այդ իր հերացնելուց տարիներ են անցել, որ կարող էր վերականգնվել ինչ որ մի ձևի ու այդ մի տարին վերջացնել։ Էդ էլ չի արել, չի համարել դա անհրաժեշտ։ Սա նախընտրական արժեվ է, ոչ մի կապ չունեցող կրթության եւ մնացած բոլոր բաների հետ։ Նույնը վերաբերվում է այս Աննա Հակոբյանի գարնանային զեղումներին, այդ ձեր ասած բառերով մարդկանց եւ այլն։ Իրականում վիճակագրությունով եթե նայեք, այսօրվա Հայաստանի Հանրապետության անկրթության վիճակը թույլ է տալիս, որ մենք մեծ քանակի մարդիկ շատ սիրում են այս կոպիտ խոսքը։ Տեսեք դրա վառ արդյունքը դոգի աուդիտորիան էր։ Դա անհասկանալի մի բան չէ, որ մարդը, որ հայոյախառը սուտ Ասում են հայրենիքի համար է դոգը ինչ վատ բան արել է։ Ես վատի լավի չեմ գնահատում ես կոնտեքստի ձևն եմ ապսեն եմ գնահատում ինչով է դա մատուցվում է հայոյանքներով ես չեմ ասում ճիշտ էր ասում թե սխալ է թողենք մի կողմ ինձ դա հետաքրքիր չի մեծամասամբ ստահոդ ինֆորմացիա եւ ով է նրա աուդիտորիան կանայք հաճույքով այդ 7 հարգանի հայոյանքները լսում էին այսօր մենք տեսնում ենք փողոցում իրանք հայոյում են եւ այլ այսինքն Աննա Հակոբյանը այս կանանց համար ուզում է դա Ես ձեզ ասեմ մենք օրս հարցում էինք արել մասապես դոգի մասով ցավալիորեն մենք էլ արձանագրեցինք որ իր մասին դրական էին արտադրում հիմնականում հայաստանցի կանայք այսինքն 40-50 անց ու քանի որ մենք այսինքն տղամարդկանց վերաբերումը շատ ավելի բացական ու քանի որ մենք պայմանավորվել ենք խոսել հոգեբանի ռակուրսից այդպես է մենք պայման եղել դա ինչ է որ դա գալիս է կրթական ցենզի պակասությունից Ցավոք սրտի 80-ական բարձրագույն ավարտած կանանց լսում, որոնք դոգել են։ Չէ, այդ բարձրագույն ավարտը ոչինչ չի նշանակում։ 80-ական թվականների կրթված հասարակությանը Հայաստանի կրթված հասարակությանը, որ խորհրդային շրջանի կրթություն էր ստանում, ընդեի բարձրագույնը մի քիչ ուրիշ էր, ընդեի դպրոցները մի քիչ ուրիշ, ով բերեց մեզ Արցախի, ով բերեց մեզ ազատագրական պայքարի, անկախության եւ այլ, փոխարինեց այս հասարակությունը, որ դոգա լսում, որը կորցնելու է Արցախ, կորցնելու է անկախություն եւ հայրենիք, որտեղ ըստ կրթական ցենզի կոմոդ ձևավորվում են կարիքներ։ Եվ եթե քո առաջնային կարիքները, իսկ մեր առաջնային կարիքները կենթանական կարիքներ են հիմնականում ուտել, քննել, սեքս անել, զուգարան գնալ, սա անցավել մենք ոչինչ չունենք, հիշեք 20 թվականի պատերազմի հաջորդող ամանորը ինչ ուրախությամբ էին շատերը տոնում, խոզի բդիկրի վեր գնում, եւ տոնածառի խաղալիքների, այսինքն ոչ մի ներքին բարոյականություն կամ ավելի բարձր ցենզ չկա, հուսակապված չէր իշխանական կամ ոչ իշխանական ինչ որ գաղափարների հետ, սա ուղղակի մարդու ներքին բարոյականության ու կրթականության հետ է կապված, ու այսպես կարող եմ միլիոն օրինակներ բերել, այս ամեն ինչը, ինչպես ենք մենք մեզ պահում երաբլուրում, ինչ են կարող մեզ թույլ տալ երաբլուրում, մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները ուղիղ համապատասխանում են այն ամբողին, որը որ այսօրվա դրությամբ դոգալես։ Okay, ամեն ինչ։ Այս նորմալ է, ես այդտեղ ոչ մի արտարոց բան չեմ տեսնում եւ ես ամբողջ այս ընթացքում տարբեր հարթակներից, տարբեր առիթներով ասել եմ, որ մենք չենք բրցնելու նիկոլիզմից, նույնիսկ եթե հաղթենք 26 թվին Նիկոլ Փաշինյանի եւ այլ, քանի մենք չենք կրթության որակ փոխել այս երկրում եւ պետականորեն կրթական ցենզ սահմանել, որ իմ քաղաքացին պետք է ունենա այս կրթությունը, պետք է ունենա ոչ թե կրթությունը պիտի լինի դեմոկրատական, ոնց որ հայտարարեցին նախորդ իշխանությունները։ Այդ պետք է իմ քաղաքացին ունենա այս կրթական ցենզը, ոնց հայտարարած օրինակ Իսրայելում։ Ինքը չի ասում դեմոկրատ, ինչ դեմոկրատիա, չկա դե կրթության ոլորտում դեմոկրատիա, հայտարարած է կրթական ցենզ։ Եվ դու պետք է համապատասխանես այդ ցենզին։ Ֆինլանդում,
Տեսեք, ես հիմա դեմոկրատ երկրներ գնացի։ Նույնն է արած։ Մենք այդ դեմոկրատ երկրներից սկանդինավյան ավելի դեմոկրատ ենք հիմա։ Մենք դեմոկրատ ենք։ Մեր մոտ երեխան է որոշում ինքը ինչ պետք է սովորի, ինչ պետք է չսովորի, բարդ չի բողոք ներկայացնում եւ այլ եւ այլ։ Ու ես կարծում եմ, որ այս ամեն ինչի ուղիղ պատճառներից մեկը հիմա թող դա իմ սուբյեկտիվ կարծիքն չի, դա Բոլոնիայի համակարգն էր, որը ներկրել ենք Հայաստան։ Ես կարծում եմ դա եղել է Հայաստանի Հանրապետության ստրատեգիկ սխալներից մեկը։ Միգուցե դրանով ինչ որ գումարներ են եկել Հայաստան, բայց դրանով սերունդը ապականվել։ Իդեպ շատ պետություններ, որոնք փորձում են այս այսքան չարչարկված ինքնիշխանության մակարդակի բարձրացման հասնել, հրաժարվում են այդ համակարգից։ Նույն Ռուսաստանը կարծեք թե վերջերս հրաժարվեց կամ պատրաստականություն հայտնեց հրաժարվել։ Ես դեռ ընդունելու որտեղ համակարգը ինքնին, այո, համաձայն եմ ձեզ հետ, ինքը համենայն դեպս մեր պատկերացրած սերունդի ընկալումները խեղող է։ Եկեք այս պահին ֆիքսենք, որ այդ համակարգը, եթե չեմ սխալվում, ընդունվեց ժամանակ նախարար Աշոտյան Արմենն էր, եթե չեմ սխալվում, ջատագովը ինքն էր Բոլոնիայի համակարգի ու բերեց այստեղ մեծ ուրախությամբ ներկայացնելով, որ ինչ որ մեծ ինչ որ լուրջ բան է բերել, որից հետո առ այսօր ես շփում ունենալով դպրոցների հետ, ոչ թե շփում ունենալով նախարարի մակարդակից, այլ անմիջական շփում ունենալով դպրոցների հետ, ասեմ, որ դպրոցը դարձել է անիմաստողակ։ Ընդհանրապես դարձել է անիմաստողակ, ինչ-որ մի տեղ, որտեղ պետք է ժամանցի տեղ է ինքը եւ այլ, ինքը չի դարձել նորմալ տեղ։ Այսինքն ես կարող է պետական մտավորեն ինչ որ ֆինանսներ են եկել, աջակցություններ են եղել, ինչ որ բաներ են վերանորոգվել։ Ես սրան տեղակ չեմ ու չեմ ուզում։ Ես նայում եմ կրթական տեսանկյունից։ Դուք առաջին մարդը չեք, որ ասում եմ, որ Արոն Հակոբյանը փորձում է այդ աուդիտորիան վերցնել, որում վարկագիծը դա հուշում է, բայց այստեղ նաև այլ հարց է առաջանում։ Ես ինչ եմ այս հարցը տալիս, որովհետև չէ որ նա բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինի կինն է, չփաստաթղթավորված, չմաքսազերծված կինն է, ինքը նաև Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կինն է եւ աշխարհում նաև իրենով ընկալում են Հայաստանը, հայաստանցի կանանց, չգիտեմ, գուցե վատ է, բայց հիմա աշխարհը չի կարող չէ գալ ասել ես համաձայն չեմ կամ այս սա մեր մոդելը չի կնոջ, հա։ Կարող է սպասենք արդեն հայհոյանքների անա։ Տեսեք, ես Ձեզ հոգեբանի ես աշխատաբան մասնագիտություն ինչ է ուշում։ Ես չեմ հայհոյանքներ լսելու, որտեվ ես տեսնում եմ այդ խոսքերի մեջ հստակ ստրատեգիա։ Առաջի փուլում եղավ այդ դուր գալու process-ը, հա, այսպես ասեմ, այդ անվայել խոսքերով եւ այլ եւ այլ։ Երկրորդ փուլում տրվեց отчетливость, հա, ասենք ինչի մասին է խոսքը, ընդ որում այնքան երկար ու այնքան մանրակրկիտ տրվեց դա, որ թվում է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնում շատ ավելի քիչ բաներ արել, քան ինքը, այսպես մոտավորապես բերեց ներկայացվեց։ Եվ այդ ամեն ինչը տրվեց հետևյալ ռակուրսի, ցույց տվեք եւս մի առաջին տիկնոջ, ով որ հայրենիքի համար այդքան բան արել, քան ես։ Դրանք լսեք ինչ խոսացվեց այս փուլում, հա, այսինքն տեսեք, եթե ինչ որ մեկը կարա գլուխ գովա ասի, ասենք ես, հա, կարամ գլուխ գովամ, ասեմ ես իմ հայրենիքի համար այսքան բան եմ արել, ասում եմ, բայց ես քո կնոջից ավելի շատ եմ արել։ Հասկացաք, չէ՞ ասացիս իմաստ, հա։ Իրականում այդ արածների թվաբանությունը ու որակը զրոյական է, բայց դրանք մի հատ մեծ ժամանակագրություն են, եթե հետաքրքիր կլինի կարդացեք երեկա կարծես թե հրապարակ է, որ դուք կարծում եք իսկ ես անբարում ես ջատագով եմ եւ ես զոհվում եմ հայրենիքի համար եւ ես այսքան բաներ եմ արել Օսլոյում ստեստե, ընդ որում ներառած է էրատո ջոկատի կազմումը եւ մարտական պոստերի պահպանումը։ Իհարկե գրված չի որ պատերազմական վիճակում, այդտեղ որ թյուրիմացություն եղավ, չէ՞ կարծես թե պարզվեց որ ջոկատից ինչ որ մեկը ասել ինչ, բայց դա հիմա մարտական պոստը է կարելի։ Հասկացանք, ինչ իմաստ է խոսքը, то есть այս ամեն ինչը ներառված է արված աշխատանքների մեջ, ինչի է Սերատոն ասեցի, որ դուք հասկանաք, որ շոուները ներառված են որպես արված գործ։ Ես կրկնում եմ, սա նախընտրական կամպանիա է, որը սկսել է, ու ես այդ կամպանիան ենթադրում է հայհոյանքներ։ Չեմ կարծում, որ այդ մակարդակի հայհոյանքներ կլինի, բայց եկեք հասկանանք, որ սա էլ է սովոր իրավիճակների մեջ։ Նիկոլ Փաշինյանը հուբ կտար
Չէ, հոպեր տալի, չէ, կարծես թե ինչ որ բաներ Հա, շինում շինում էր, էր։ շինում էր։ Այդ որակի հայհոյանքներ կարող ենք Աննա Հակոբյանից էլ լսել, մուրճով շինել, այս բաների մասին կարանք ունենանք, իհարկե, ինչի մասին է խոսքը, որովհետև այդ իրանց թվացial աուդիտորիան էս սիրում է, բայց սրանք չեն հասկանում, որ իրանց գնացքը վաղուց գնացել է, ցիտեմ Արսեն Թորոսյանին։ Վաղուց է գնացել։ Արսեն Թորոսյանի գնացքը հենց է գնացել, որ ինքը հետևից էլ չի տեսեսկի այդ գնացքին։ Իսկ 26 թիվը էս հա ու ամենակարևորը, որը էլի կցիտեմ ԿՊԱ-ականներից մեկին, հա, Նավակ Ջոջողին ասել, 26 թվին իրանք իշխանության չեն լինելու, դերը կտրուկ փոխվելու է եւ Արսեն Թորոսյանները, Աննա Հակոբյանները, Նիկոլ Փաշինյանները պիտի պատասխան տան այն ցուցակի համար, որը այսօր Աննա Հակոբյանը հրապարակել է, որտեվ ես մինիմում այդ ցուցակում ինչ գործեր է ինքը արել Հայաստանի համար։ Ես մինիմում ընդ 20 էպիզոդ գիտեմ, որը հակահայկական է։ Հա։ Իրա հրապարակած էպիզոդներից, որ դա արվել է հայրենիքի ու խաղաղության համար։ Գիտես ինչ, ես կողմ չեմ ֆիզիկական Դատելու մասին։ Հա, դատելու մասին կարելի է դատել առանց ֆիզիկապես բռնելու։ Ինձ կարևոր է, որ այդ անունը, այդ վերնագիրը ստանա իր իրավական գնահատականը։ Շատ կարևոր է։ Իսկ հետո դրանից հետո կբռնեն, չեն բռնի, Սամվել Ալեքսանյանը կասի, որ ես կապ չունեմ սուպերմարկետներից ինչ չեն խլում, թե չի ասի։ Հեսա երկրորդային խոսքեր են էլի, հիմա դու էլ ասա, բարիշ ջան։ Հասկացա, մեկ էլ կասենք։ Ասեմ բան չի, էլի խոսքերով չի։ Լավ, հիմա տեսեք, գալիս ենք այսպես կոչված անդիմության դաշտ, որովհետև այդ մարդկանց խոսույթը Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից որոշների խոսույթը շատ չի տարբերվում։ Հիմա մենք լսում ենք անընդհատ երկրորդ նախագահ Քոչարյանի վերաբերյալ մեղադրանքներ հանրապետականի կողմից, այդ թվում նաև падգամավորների, որոնք ասում են Քոչարյանը ֆինանսավորում է նիկոլական քարոզչություն, Քոչարյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից, հա։ Ինչու է սա այսքան խորանում։ Մի կողմից հասկանալի է, որտեղ Ռոբերտ Քոչարյանը տվել է պատասխաններ, որոնց տակից դուրս գալը այդքան հեշտ չի առանց կեղծ քարոզչության, որտեղ շատ ուղիղ խոսք է ասվել։ Մյուս կողմից նաև մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ իրականում իրենց ոտքերին են խփում։ Եթե չասենք ուրիշ տեղեր։ Տեսեք, բոլոր այն մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանին ճանաչում են, սկսած երրորդ նախագահից, գոնե ճանաչողները արդեն ստում են իմանալով, գիտակցված սուտ են ասում, որովհետև շատ լավ հասկանում են, որ Քոչարյանի բնույթը, շատ լավ գիտեն, որ Քոչարյանը գալարվող մարդ չի, ուղիղ գնացող մարդ է, շատ լավ գիտեն, որ Քոչարյանը ունի սկզբունքներ, եւ այդ սկզբունքները իր համար կարեւոր են, եւ շատ լավ գիտեն, որ Քոչարյանը երբեք ոչ ոքուց չի վախեցել աչքերի մեջ նայելով պատասխանելուց։ Ի տարբերություն իրենցից շատերի։ Իսկ այն մարդիկ, ովքեր Քոչարյանի կառավարության ժամանակ դեռևս մորկուրծք են կերել, այսինքն չեն տեսել ինչ է եղել, հա, այսպես ասեմ, ու հիմա փորձում են քննադատական խոսք հնչեցնել Քոչարյանի։ Հիմա պարտադիր տեսնեին։ Դե մենք էլ Ստալինին չենք տեսել, բայց տեսնելը պարտադիր չի, բայց այդ դեպքում աղբյուրները պետքա լսել ու դրա համար Ստալինի մասին մենք տարբեր աղբյուրներ ենք կարդում։ Եվ մի կողմից առաջին ձեռքից ինֆորմացիա է տալիս Սերժ Սարգսյանը։ Չեմ ուզում ինֆորմացիայի մասին խոսել, որը մեր պատկերավորն է, հուսանք, որ Սերժ Սարգսյանը դրանից կուրսի չի, օրինակ կուրսի չի իր ակնոստերով մի հատ երիտասարդից, որը փրփուրը բերարնի ինչ որ ախմախ բաներ է դուրս տալի, ինչ որ մի հատ հասա ժամանակին Նիկոլ բերած երիտասարդ կա, որի ակտիվ հայկական դիրքավորում բլոգեր է ինտերնետում պատահաբար բերեց, այն օրը տեսա գիդրոցեֆալիա ունի մի քիչ։ Դուք էլ մեծահասակների համար սայթեր մի մտեք, դրանց մի հանդիպեք։ Ասածս ինչ է, որ այսօր հենց նախընտրական այս բանը պիտի պահեմ, էլի այդ նախընտրական փուլ ենք մտես, հա հուշումը նաև եմ, որ հանրապետական կուսակցությունը քաղաքացիական պայմանագրի հետ միասին կոնսենսուսի գալով լծվել են Ռոբերտ Քոչարյանին բախարակելու։
հիմա հարց կա արդյոք մի ուժ Հայաստանում ով չի բախարակում Ռոբերտ Քոչարյանին չկա Արամ Զավենի Սարգսյան Շիրինյան եւ այլ ընդ որում դրանցից ոչ մեկը Սերժ Սարգսյանին չի հիշում Արամ Զավեն Սարգսյանը վերջերս ասաց որ ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի թիմից այսինքն այն թիմից որը համարել է որ ասեց եթե Քոչարյանը եկավ մեր վերջը լավ չի լինելու դա լաս հասկացեք, դուք Արամ Զավեն Սարգսյանը եւ մնացած բոլորը ֆոկուսավորել են այսօր Ռոբերտ Քոչարյանին։ Տրամաբանորեն, եթե մենք պրոստը դիսոցացված նայենք իրավիճակին, մենք կհասկանանք, որ այս Հայաստանի Հանրապետությունը ունի մի օրակարգային ուժ։ Դա Ռոբերտ Սետրակի Քոչարյանն է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այդ ռեյտինգը։ Չէ, բայց անհատ է ուժը որն է։ Ուժ ասելով, լավ, պերսոնա, կներեք, պերսոնա, քաղաքական ուժ չի։ Հա, պերսոնա, ասենք ասենք։ Հիմա քաղաքական ուժը, գիտեք ինչ կա, ես մի փոքր հիմա կարող է վատ բան ասեմ, բայց քաղաքականությանը վերաբերվում եմ որպես գործիք հայրենիքի համար։ Ես իրան չեմ վերաբերվում որպես միավոր, որը առանձին գոյատևելու իմաստ է։ Հասկանալի է, բայց քաղաքական ուժ երբ որ լիներ, չէ լինի այսպես որ Ալեքսանդր Կոչուբաևը կգնար բացահայտումներ կաներ, հերոստատեսները, որովհետև դուք եք կիսվել, չէ՞։ Այո։ Եվ չէ լինի այնպես, որ Սերժ Սարգսյանի քարոզչամիջոցի եթերում Հայաստան Դաշնքից Աղվան Վարդենյանը կհայտարարեր, որ Կոչուբաևը շատ սխալ հայտարարություններ է արել։ Այ քաղաքականություն է թիմը, սա կարծում եմ ոնց թե սրա համար է։ Ես հա, եթե մենք խոսելու ենք հիմա մեր թիմի մեջ եղած թերությունների մասին, ապա կան դրանք ու ես չեմ շղթում։ Ոնց ձեր թիմում թերություններ կան։ Հավատացեք որ կան ու ես չեմ շղթում ու հավատացեք որ կարող է ձեր թիմում ընդհանուր մի առավելություն կա եւ բոլոր ամբողջ թիմով այդ առավելությունը այդպես համաշխարհ չէ, որտեղ թիմում կան բավականին խարիզմատիկ կերպարներ, որոնք որ բավականին լուրջ գործ են արել այս ընդհանուր տարում, հասկացար ու շարունակելու են անել։ Ինչ վերաբերում է մնացածին, եկեք սենց անենք։ Համարենք, որ թիմը քաղաքական առումով ձևավորման փուլում է։ Լավ, Արմեն Աշոտյանը ասում է տղերք դուք հաստատ ուզում եք այդ ընտրական համագործակցությունը։ Կարծեք թե ակնարկելով երկրորդ նախագահն էլ իր հարցազրույցում ասեց, չէ՞ որ հետընտրական չի բացառում, եթե մարդիկ ձայներ կհավաքեն, բայց կարծեք թե Աշոտյանի սպառնալիքը կամ շանտաժը այսպես էր ընչում, որ եթե այսպես գնա, մենք ձեզ չենք միանա։ Նու հասկանալի է, չէ՞ որ ամենաշատ ձայները ընդդիմության մեջ կհավաքի Ռոբերտ Քոչարյանը։ Կարելի է ես կարծիք արտահայտեմ։ Արմեն Աշոտյանը սկզբից պետք է շեմը հաղթահարի, որը ես շատ կասկածում եմ, որ 26 թվին Հանրապետական կուսակցությունը կհաղթահարի։ Դե 10 սատելիտ ունեն, ինչ է։ Ես կրկնեմ, հա, ասածս։ Ես իմ կարճ խելքով միգուցե շատ կասկածում եմ, որ կհաղթահարի։ Որից հետո համագործակցությունը գնա, իսկ համագործակցություն գնալուց սովորաբար թույլն է խնդրում ուժեղին, ուժեղը թույլին չի խնդրում։ Հենց որ Աշոտյանը թող հիմա իր համարը 16 ֆիքսի ու նստի ու լռի։ Այս պահին ինքը ասելիք չունի։ Որտեւ հիմնական ասեկոսները եւ ամենատարբեր այս բամբասանքները դուրս են գալիս այդ դաշտից։ Ու դրա համար այն լավաշները, որ ինքը երկար գրում է հռոմեական ոճի եսի մինչերով, հասկացած, իրեն համեմատելով Պրոմեթևսի հետ, որ արծիվը իրան մարմինը ծամում է եւ այլ, այս մեծարումները ունեն տեղ հոգեբանական գնահատական տալու։ Եթե ես այսօր չեմ փորձում Արմեն Աշոտյանի հոգեբանական գնահատականը տալու, իր խնդիրն է, հասկացար, հոգեբանական գնահատականը մի քիչ ուրիշ է, երկրորդը ես ուզում եմ որպեսզի սահմանվի քաղ բանտարկյալ հասկացությունը, սա իմ համար կարևոր է։ Եվ երրորդը պիտի պատասխանեմ իր Աստծու խոսքով։ Նստելը դա մեծ հերոսություն չի։ Չէ՞։ Ինչ քաղբանտարկելա բերել եք որ ինչ։ Իր անձնական խնդիրն է դա։ Թող իր այդ Պրոմեթևսի բարդույթների հետ իր խնդիրները լուծի։ Ես կարծում եմ սա ավելի ճիշտ կլինի, քան թե այդ ամեն ինչ։ Եկեք թողնենք ես ընդհանուր նայենք էլի խաղին, որովհետև պերսոնալ քննարկումների դեպքում ասելիքներ շատ կլինեն։ Չէ, այդ պերսոնաները ասելիքներ են ասում թիմի անունից։ Հասկացա։ Եկեք sense նայենք։ Երբ որ կգա 26 թվի ազգային ժողովը
երբ որ կհավաքվի ընտրությունները կվերջանան, այն ժամանակ կհասկանանք, թե ով ում է խնդրում։ Ու այն ժամանակ էլ որ պատտվենք ասենք Աշոտյան, բա ասում էի շանտաժ է Իրանում, բա դուք եւ այլ, ինքը ասի ես այդ չեմ նկատի ունեցի, ես ուրիշ բան եմ նկատի ունեցի, ոնց որ միշտ սովորաբար ասում են իրար։ Դա համար եկեք լավ չվերաբերվենք դրան, էլի։ Նիկոլ Փաշինյանին վերջերս մի քանի կարևոր հայտարարություններ եղան։ Ասվեց, որ ինքը պատրաստ է փոխել սահմանադրությունը, գնալ սահմանադրական բարեփոխումներ կոչված են, մարդու լեզուն էլ չի պետք դրան բարեփոխում ասել։ Դե ամեն ինչ իրենք Այո, եթե Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագիրը չհամապատասխանի մեր սահմանադրության։ Սա նման է մի իրավիճակի, երբ ասենք գնաս հագուստ ընտրելու եւ շալվար գնես, կարճ լինի, ոչ թե շալվարը փոխես, այլ ոտքդ կտրես, որ շալվարին Սա նման է մի իրավիճակի, որ ինչու է քան ստորանում, Նիկոլ Փաշինյանին։ Ես պատրաստ եմ Մարսի վրա կոֆե խմելու, եթե Նիկոլ Փաշինյանը կգնա սահմանադրական բարեփոխումների։ Նիկոլ Փաշինյանը մարդը պետք է խոսի մի բանից, որը կարող է անել։ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չի այս երկրում ոչինչ անել սահմանադրական առումով։ Կամ սահմանադրական առումով 50% + 1 հազարին հավաքել ընտրողների, սա ուղղակի ռեալ չի։ Ինչ բարեփոխումներ պետք է կազմակերպի, ուղղակի վեկալի սահմանադրությունը գրիչով ջնջի, գրի ուրիշ բան, հասկացար, ասի սենց է անելու։ Այդ տենց դու էլ կարաս։ Հասկացանք, չէ։ Եկեք ռեալության մեջ խոսանք, որտեվ մեծամոլական զառանցանքը ցավոք սրտի վերջի 15 տարին մեծամոլական զառանցանքը մեր քաղաքական գործիչներին տարել է։ Մարդը գործը անում, բայց գնում անդե վիզը ծրում, ասում է, չայ, կոֆե, պապեմ կոֆե։ Էս է այդ մարդու արած գործը։ Մարդը որ գործը անում, արժանապատիվ ընդեղել է բանակցությունների մեջ մտնում, այդ բանակցություններն է բերում դնում հանրության աչքին, ասում է, տեսեք ինչ եմ անում, գալիս է։ Մենք այսօր խոսում ենք մի հատ sense էйֆորի գաղափարի մասին, խաղաղության պայմանագրի, օքեյ, որևէ մեկ կուրսի այդ ինչ է։ Այդ ինչ խաղաղության տեղակ չի։ Եթե մարդը չգիտի դա համապատասխանում սահմանադրությանը թե չէ, ուրեմն ինքը չգիտի։ Արդյոք դա խաղաղության պայմանագիր է, երբ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն ադրբեջաներենն է։ Կարա այդպիսի պայմանագիր լինի, չէ։ Արդյոք դա խաղաղության պայմանագիր է, երբ Երևանի կենտրոնում պետք է բացվի ադրբեջանցիների Ղարաբաղի հերոսների պուրակ, օրինակ։ Արդյոք դա հասկացաք ասածս իմաստը, որտեվ ելնելով երեկվա, թե 3 առաջորդվա Ալեն Սիմոնյանի մեծամոլական զառանցանքից ես հասկանում եմ, որ խաղաղության պայմանագիրը այդ ոլորտը ունի։ Հենց կնքեցին 300,000 ադրբեջանցի, չէ, ինքն էլ չի ասում եւ այլ։ Կգան, կգնան եւ այլ, ինչ որ բաներ, առևտուր կանեն եւ այլ իրավիճակներ։ Դες այս մարդկանց համար խաղաղության պայմանագիրը առևտրի համար է։ Իրանց հիմնական օլիգարխը Սուքասյանը, հա, ալի առևտուր է ասում, ինքն էլ չի թաքցնում, իմիջայլուց այդ մարդ շատ ազնիվ է։ Ազնիվ ասում են, եկեք առևտուր անենք, թարգեք այս ամեն ինչ։ Դրանք թաքցնում են։ Հիմա ինձ բերեմ մատուցում են խաղաղության պայմանագիր։ Այդ ինչ բան է այդ խաղաղության պայմանագիրը։ Կարող է խաղաղության պայմանագիրը մի պայմանով, որ բոլոր հայ երեխաները դեռահասության շրջանում տղաները պիտի կրթվեն։ Դա բառով։ Կարող է դա մտնում այդ պայմանագրի մեջ։ Ու դա է սահմանադրական այն փոփոխությունը, որը Նիկոլ Փաշինյանը պետք է անի, մտցնի սահմանադրություն, որ սերունդ չունենանք։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Դուք հասկանում եք, որ մենք խոսում ենք sense օթի մեջ անառարկա բաների մասին։ Նիկոլ Փաշինյան, ես կգնամ, դու ուր կգնաս է։ Դուսկի Ալիևին կոֆե չես կարող տանես խմցնես, արա։ Կգնամ։ Բայց ոչ չի այցա տանեմ, խոսալով, հա։ Դու էլ ասես Մակրոնին կզանգեմ 2 բառ կասել։ Մակրոնն իր կին ինչ պետք է ասում։ Դա եմ ասում, զանգի ասա կնգատ դեմը չես կարող առնես շապալախատալի։ Հասկանում ես, խոսալով չի, ախա խոսալով այս ամեն ինչը։ Սահմանադրական բարեփոխումներ այսօր Հայաստանում ոչ ոք ի վիճակի չի անել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը պետության ռեյտինգը ժողովրդի աչքում իջացրել է այնքան ցածր մակարդակի, որ նույնիսկ ընտրություններին մինիմալ ընտրազանգված ապահովելը դարել է հերոսական գործ, ուր մնաց սահմանադրական բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պետության ռեյտինգը ժողովրդի իր ընտրողի աչքում ինչ է, մենակ։ Իր ընտրողի իր ջատագովի աչքում իջացրել է սարքել է զրոյական մակարդակ։ Մարդը չի ուզում գնա ընտրի, մարդը հասկանում է, որ անխուսափելիություն է, որ իր ձայնը ոչինչ չի փոխում։ Նիկոլ Փաշինյանը ապացուցեց հարց, ինչի
18 թվականից հետո 18-ին էր ընտրությունները վերջի, հա, որ եղավ։ 21-ի առաջի ընտրությունները, հա։ Ազգային ժողովի ընտրություններին եղել է ամենացածր կամ քաղաքապետի ընտրություններին եղել է ամենացածր մասնակցությունը։ Ախր սա ունի հոգեբանական հիմնավորում, չէ։ Այդ նշանակում է ժողովուրդը չի հավատում, որ իր ձայնը որևէ բան փոխելու է։ Այդ նշանակում է, որ դու դիկտատուրա ես սահմանել քո երկրում։ Սա միակ ու ամենամեծ ցուցանիշն է քո դիկտատուրայի, հասկացաք։ Այս ամբողջ խնդիրը ինչ դեմոկրատիայի մասն եք խոսում։ Մենք դեմոկրատիայից կիլոմետրերով հեռու ենք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Մենք դեմոկրատիա անունի տակ արուն ենք հեղում դիկտատուրայի։ Այս ամբողջ խնդիրը։ Դրա համար հիմա Նիկոլ Փաշինյանը կասի, ես գնում եմ, ես չեմ գնում բարեփոխումների, սահմանադրական, ճոռոմ խոսքեր դուրս կտա, դրանից ոչ իման այս աշխարհում չի փոխվելու։ Այս ամբողջ։ Մի ժամանակ էլ Պապ Թագավոր էր խաղում, հետո չեք տեսնում, որ ոչինչ չի փոխվում։ Եկեք ուրիշ բան ֆիքսենք։ Վերջի կես տարի մի տարում ինչ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում։ Ոչ մի։ Ոչ մի։ Ինչ բարեփոխումներ ա եղել։ Միայն դեպի վատացում։ Կթել ժողովրդին հարկային համակարգում, 2 անգամ բարձրացնելով հարկը։ Կթել ժողովրդին կարմիր գծերով, որից հետո պարզվել որ դա հակաիրավական է, դուք եք դրա հեղինակը, փառքաստու լուծել այդ խնդիրը, ճիշտ է թե չէ, հա։ Կթել ժողովրդի բոլոր տեղերում։ Ինչ են անում փողոցային երթևեկության կանոնը։ Օրը մի հատ նշան են փոխում։ Այդ օրվա մեջ 15 հոգի տուգանվում, հա։ Հարկա լցվում։ Հետո հետ են փոխում։ Դե լավ չի, պետությունը բիզնես է հիմնել։ Ես ուզում եմ հասկանամ ինչա ուրիշ արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ ժողովրդից սարքել է տուգանվելու մատերիալ, բոլորին տուգանում է, սա տուգանքի տակ է, բոլոր անխտիր։ Ես դրան չեմ նեղում, ես այդ փողը ունեմ տալու այդ ու հասկանալով իրենց խաղը պրոստը սկսում եմ հետևել, որտեղ աչը փագել, որ չմտնեմ։ Հասկանում եմ, որ առավոտյան կարող արտանան ու որոշեն ինչ որ մի հատ խաշմերուկում, չգիտես ինչի, փոփոխություն ան։ Ու միանգամից տուգանքները գնա։ Okay։ Բայց ամեն տեղ մենք սարքել ենք ժողովրդին տուգանվելու մատերիալ։ Կարաք հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը իր Իսկույն Սաշիկը որ Նիկոլին նայում է, խաչակնքվում է։ Հա, չէ։ Ես քեզ ասեմ, ես չեմ հավատում այլևս Սաշիկ Սարգսյանի մասին պատմող եւ ոչ մի լեգենդի։ Այստեղ նայեք։ Էս չի խոսում։ Դրա համար ասում Նիկոլին նայում խաչակնքվում։ Էս ինչ անում է ժողովրդի գլխին։ Տեսեք, ինչ ասել է այդ տղան, սաղ արել է։ Ինքը ասել է, այն ժամանակ ասել է, ժողովուրդը տուգանվելու մատերիալ չի, ինքը սարքել է տուգանվելու մատերիալ։ Ինքը ասել է, երկիրը դա պետական բյուջեն դա լափաման չի, տեսեք ոնց են լափում։ Ամ մեկը որևէ իշխանությունում, որ այդ տվյալ լափ է ոնց որ սրանք, որ կարացել են օրինակ պատմության ուսուցչի 70,000 դրամ աշխատավարձով դառնալ օլիգարխ։ Պատավատապետությունը, տեսեք ինչ պատավատապետություն են սարքել, Սարդարապետին տեսակ ինչ էր կատում։ Ամբողջ ոստիկանությունը ծառայում անում մի հոգու Նիկոլ Փաշինյանին, սրանք Նիկոլ Փաշինյանի նոքյարներն են։ Դες այն ինչ ասել է, ինքը դա էլ արել է։ Ոնց ինքը երկիրը պատկերացրել է, տենց էլ ինքը կառավարել է։ Ու այս երկրից սարքել է իրենց երրորդ մասի բնակարանը։ Հիշում եք երրորդ մասի բնակարանը։ Բարդակ է։ Փնթի բարդակ պատերին նկարած բան, հիմա Հայաստանի Հանրապետությունն է այդտեղի։ Փնթի բարդակ պատերին նկարած, հասկացած ինչ վիճակա, ինքը գալիս է տուն իր երեխեքին ասում է, ես հիմա սահմանադրական բարեփոխումներ կանեն, երեխեքը ասում են, վաու, բայց դուրս ադեմ անգամից sense ալնում, որտեղ վախում է, որ կարող են նիվեն վառեն, էլի։ Չէ՞, նիվեն էին վառը, չէ՞ իրա։ Էս ամբողջ։ Հասկացա։ Ստվա, այդ նիվայի պատմությունը իմ համար շատ ծիծաղել է, էլի, որտեղ վառողը գոնե ուրիշ բան վառել, որ հետքերը իր վրա չտանեին։ Շնորհակալ եմ, պարոն Մադաթյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ զրուցում եմ Միրդատ Մադաթյանից, տեսություն կհանդիպենք։